Բարի ողջույն։ Գիտեք, շատ դեպքերում ես ինքս, որ քահանա լինելով հանդերձ, նեղվում եմ, ասելով, որ տեսնելով, թե աշխարհում ինչ է կատարվում, մարդիկ ապրում են, արարում են, աշխատում են, վաստակում են, վայելում են։ Երբեմն, այո, մարդկային տկարությունից ելնելով ասում ես, որ ինչու պետք է այսպես լինի։ Հետո հասկանում ես, որ դու էլ ես վայելում։ Դու վայելում ես այն, ինչ որ Աստված կամեցել է, որ դու վայելես քո կյանքի մեջ։ Եվ հետո հասկանում ես, որ որպես քրիստոնյա, այո, պետք է շատ դեպքերում էլ հասկացված չլինես, ճանաչված չլինես, որովհետև այս աշխարհինը չես, որովհետև այս աշխարհի մեջ լինելով հանդերձ դու այս աշխարհին հակառակ վիճակի մեջ ես։ Ինչ որ բաներ ես անում, որ աշխարհը քեզ չի հասկանում, չի ընդունում, չի ուզում ընդունել, որտեվ դու իր ստանդարտներին, այսպես կոչված, չես համապատասխանում։ Այո, սիրելի քրիստոնյա, քույրեր, եղբայրներ, հայրեր, մայրեր, ընկերներ, մենք շատ դեպքերում չենք համապատասխանում այս աշխարհի ստանդարտներին։ Եվ հետո այդ պահին նեղվում ենք, հետո անդրադառնում ենք, որ ինչ լավ է, որ չենք համապատասխանում։ Որովհետև տեսնում ենք նրանց, որոնք իբր թե համապատասխանում են, բայց հետաքրքիր չէ իրենց կյանքը։ Հետաքրքիր չէ այն ապրումները, որ իրենք ունեն, որովհետև դառնում են ձանձրալի։ Ամեն բան այս կյանքում ունայնություն է, կասեր ժողովողի գիրքը։ Եվ այդ իմաստով մենք պետք է նաև հետևենք մեր Տիրոջ խոսքին, որ պատկամ է տալիս մեզ այսօր Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխի միջոցով։ Այս եմ ձեզ բավիրում, որ սիրեք միմյանց։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ։ Բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ Հիշեցեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե ծառան մեծ չէ, քան իր տերը։ Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն։ Եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ Բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ Սիրենք միմյանց։ Այս պատգամը ավելի խորն է, քան այն, որ ուղղակի մենք սիրենք միմյանց որպես քրիստոնյաներ։ Սերը խաղաղություն է բերում մեր սրտերին։ Տեսեք, ինչ է կատարվում մեր չորս կողմը. ատելություն, հակառակություն, նախանձ, չարատանություն։ Եվ երբ դու այդ ամեն ինչի մեջ սկսում ես սիրել ուղղակի մարդուն, որովհետև ինքը Աստծո արարածն է, այդտեղից սկսվում է մի նոր կյանք քեզ համար։ Որովհետև քո սիրտը դառնում է ավելի խաղաղ, քո միտքը դառնում է ավելի հանգիստ, քո հոգին բավարարված է, որովհետև դու չունես այդ տգար ապրումները, ինչը որ աշխարհում է։ Անկամ եթե հալածեն քեզ, նորմալ է, որ պիտի հալածեն։ Քրիստոսից լավը չես։ Եթե Քրիստոսին այնպես արեցին, ուրեմն քեզ էլ պիտի անեն։ Եվ սա չի նշանակում, որ կեղծ մխիթարություն պիտի լինի այս ամեն ինչը մեզ համար, այլ հավատքի մխիթարություն։ Որովհետև ինչպես Քրիստոս սիրեց աշխարհը, ճանաչելով այդ աշխարհը, մեզանից ավելի լավ, մենք այդպես երբեք չենք կարող սիրել այդ աշխարհը։ Եվ պիտի հասկանանք, որ եթե Քրիստոս ճանաչելով այդ աշխարհը սիրեց, ես ով եմ, որ Տիրոջ արարչությունը չսիրեմ։ Ես ով եմ, որ հակառակվեմ, որ ատեմ, թշնամանամ, հակառակ սիրելով պիտի կարողանամ այդ աշխարհի մեջ իմ կարգավիճակը ճիշտ պահել, հաստատուն պահել։ Սիրելով պիտի կարողանամ հաղթել նաև այն չարությունը, որ կա այս աշխարհում, որովհետև Քրիստոս ինքը հաղթեց այս աշխարհին։ Այնպես որ սիրելիներս, թող այսօրվա ոգևոր նախաճաշի պատգամն էլ սիրո վրա հիմնված լինի։ Սիրենք, անընդհատ սիրենք, չմոռանալով արդարությունը, չմոռանալով նաև ճշմարտությունը պահել, բայց սիրել, որպեսզի սեփական անձը ամուր մնա։ Որովհետև այո, աշխարհը լի է կեղծիքով, անարդարությամբ, երեսպաշտությամբ։ Եթե տրվենք, պիտի դառնանք այդ ամեն ինչի մի մասը եւ բաժինը։ Փորձենք չտրվել։ Փորձենք մեր տգարության մեջ Աստծո հետ քայլել, ինչպես Աստված վեր մնաց բոլոր տեսակի աշխարհային ապրումներից, այդպես նաև մենք կարողանանք մեր աշխարհային ապրումները տնօրինել եւ կարգավորել եւ կարողանալ ապրել աշխարհում, լինելով այս աշխարհից դուրս Աստծո հետ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։